Լույս բոլորից սիրելի թանկագին բարեկամներ, վլոգը սկսում եմ այսպես քնումներով, նոր մտատուն, Ջեսս ու Ալեքսս իրար կոմպլիմենտներ են անում, կադրի հետևում լսում եք գնացել էի մազի ներք գնելու, որովհետև այսօր միակ օրն է, որ ես տանն եմ ու բոլոր խանութները փակ էին, ինտեղ մաղշը վազեցի, սրանով եմ ներկելու առաջին անգամ հուսամ, որ լավ կներկի, մազերը հաստ մազեր են, ու սպիտակները շատ արագ են բացվում, մի խոսքով դալացելու պատմությունն է չանդրադառնամ, հիմա երկար բարակ կարող եմ խոսել, անձեռոցիկ մի հատ, որովհետև Ալեքսս մեր անձեռոցիկների վերջը տալիս է, սալաթի տերևները մի հատ գնում էր, մի հատ անվճար էր, երկուսը իրար հետ մի խոսքով 1 եվրո 19 ցենտ արժեր, դրանից վերջցրի ստեղ ալուր եմ վերջցրել, հիմա խմորարան կպատրաստեմ, որ վաղը առավոտյան ունենանք ինչ-որ բան, այստեղ բանը սուքարան լվանալու համար մի խոսքով, սրանք այնքան շուշուտ են վերջանում, այստեղ նիս, այսօր ուզում եմ հաճարով պլավ պատրաստեմ, բայց մսով, տավարի մսով, այստեղ ավի բուդիկներ այսպես, վերցրել եմ, ջեռոցն եմ ուզում դնեմ կարտոֆիլով, բայց պայուսակս փոքրել ու կարտոֆիլը շատ վատ կարտոֆիլ էր, ճիշտն ասած, այն սենց աման բանով, էլի, տոպրակներով որ կար, որը վերցնում եք, եսը փչացած էր մեջը, մտածեցի վաղ գուցե գնամ Lidl գործից, առաջ թե հետո ոնց որ թե, եւ սա էլ անտիկալ կեխ, անտիկալ, այս ամենին վճարել եմ 38 եվրո և 9 սունտիմ, սիրելի բարեկամներ, և վերադարձել եմ տուն, ես հիմա շատ արագ մազերիս հարցը պետք է լուծեմ, մազերս գնամ ներկեմ, թե չէ լավ չի, այստեղ պատրաստում եմ նաև ծովախեցգետնի ձողիկներով հանրահայտ աղցանը, որ մեր տանը շատ են սիրում, ընդհանրապես չգիտեմ, թե ինչ կա ծովախեցգետնի այս ձողիկների մեջ այդքան գերող, որ ամուսնուս և տղայիս օրվա որ ժամին որ հարցնեմ, իրենք չեն հրաժարվի այս ձողիկներից, աղցանի համար ինձ հարկավոր է նաև եփած ձու, այստեղ մաքրում եմ ձուն, քերում եմ նույնպես և ավելացնում եմ մի փոքր մանանեխ, մայոնեզ, աղ և սև պղպեղ խառնում եմ ու հիանալի շատ համեղ աղցան է ստացվում։ Այն կարելի է մատուցել և այսպես, որպես աղցան, և երկրորդ տարբերակը կարելի է նաև հացի վրա քսել և որպես սենդվիչ ուտել։ Այսօրվա ընթրիքի համար տավարի մսով, հաճարով պլավ եմ պատրաստում, ափսոս մենակ սունկը լավը չէր, հնոտ էր մի քիչ, չվերցրի, սունկ էլ կարելի էր ավելացնել, բայց դե ինչևէ, հիմա սենց կտապակեմ միսը, փոքրացրել եմ, ու որից հետո կավելացնեմ սոխը ու Լեայի այս մսի համար նախատեսված սոսն եմ ավելացնելու, փափկացնում եմ միսը շատ, այս ամենը որ տապակվի, վերջում կավելացնեմ հաճարը, ջուրը կավելացնեմ ու կթողնեմ, որպեսզի եփի միասին, սենց ենք անում, թողնեմ մի լավ եփի միսը, այստեղ արդեն սալաթի տերևները ձեռքերի օգնությամբ մանր, ոչ շատ մանրացրել եմ, այսպես սիրելի բարեկամներ, հարկավոր է նարինջ, խնձոր, գազար, այստեղ պանիր և ձիթայուղ եմ օգտագործելու, նախ կքերեմ գազարը և խնձորը, այս երկուսը կքերեմ, մնացածը կտրատելու եմ։ Վերջին շտրիխներն են մնում, որպեսզի ավելացնեմ, չմոռանամ ասել, նաև կիտրոնի հյութ եմ ավելացնում, համար էլ մի փոքր բազիլիկ կավելացնեմ, սենց որ սիրուն լինի։
այսօր շուկայի օր է մեր մոտ, շաբաթ օր է, չնայած զբաղված եմ, բայց ինձ չեմ կորցրել, եկել հասել եմ շուկա, որպեսզի ելակ գնեմ, գիտեք ելակի սեզոնն է, մերոնք շատ են սիրում ելակ, ես այստեղի ելակի համը այդքան շատ չեմ սիրում, ավելի ճիշտ նա այդ ժամանակ լինում է, որ սենց շատ հետաքրքիր համ է լինում, բայց ինքը պինդ է լինում այստեղի ելակները, մի խոսքով ձեր գլուխը չտանեմ շատ, բայց կարևորը, որ ընտանիքիս անդամները սիրում են, միասին համ էլ տեսնենք, որ ինչ միրգ ու բանջարեղեն մեզ կարող է առաջարկել տեղի շուկան, տեղի շուկա ասելով, տեղական ոչ մի բան էլ չունենք, այստեղ սաղ բերում են, ասել եմ ստեղ վերավաճառներ են հիմնականում, բայց որ Իսպանիայից են բերում, Իտալիայից են բերում և արաբական երկրներից Մարոկո, Ալժիր, տենց տեղերից մեզ հրամցնում են այվադարձային միրգ։ Տեսնենք ինչ կարող եմ այսօր շուկայից գնել, սենց առև մենից ինչա, ֆուշիա։ Գիտեմ ձեզ հետաքրքիր է թե չէ, բայց ինձ նույնք հետաքրքիր է ինչ արժեն ես վարդերը, բայց պետք է հարցնեմ, չգիտեմ ինչքան է գրած չի։ Ուժեղ առևտուր էր գնում այդտեղ, ոչ մեկ իմ ժամանակը չուներ են, որ ասում է իսկական մարդիկ գնում էին, ես գնայի ուղղակի գին հարցնելու համար սիրուն չէր լինի, դրա համար շարունակենք մեր ճանապարհը դեպի մի բանջարեղեն։ Այ հեսա տնանք ինչ ունեմ, պապայա է աչքովս ընկնում, ոնց որ թե լավն է։ Դեղց 3.99 արժի կիլոն, լավն է երևում, սրանք լավն է սովորաբար։ 7 եվրո է։ Bonjour! Ça va, merci et vous? Երկու տուփ ելակն է 7 եվրո։ Այս մարդու ձերերը կարտոշկա վերցնեմ, կիլոն 2 եվրո է։ Պես տենց տեղ ինչ ունեմ, ելակը լավ է չի, հենավ, դորվոսի բաներ են, որտեղ որ նայել եմ, ձմերուկ չկերավ են որա, պարոն Ալեքսանդրը մնա։ Որ շուկան լավ է չի, հին ապրանքներ են, տեսնում ես ինչ։ Երկատունի եկո։ Շուկայից վերադարձա տուն, շաբաթ կա, որ շատ լավ շուկա է լինում, ամեն ինչ թարմ, շաբաթ էլ կա, որ այդքան էլ թարմ չի լինում, դրա համար շատ գնումներ չես կարողանում անել, այստեղ առանց կորիս խաղ ունեն, կիլոն 2 եվրո արժեր, 3.40 էր ոնց որ թե ես մեկը կազմել, լոյց ավել էր, այստեղ 4 հատ ավոկադոն, ստեղ մեկն էլ կա, ինչքան էր, 3 եվրո արժեր, մեջներից ընտրել եմ լավերը բնականաբար, և սա արժեր, օյեն կողմը մորացա, այ կողքը ոնց է, մորացա, և մանգոն արժեր 1.50, էլի հասածն եմ ընտրել, որպեսզի ուտենք, պապայա կար, ասեցի հետ գալուց, տեսնեմ են յուս կողմնել, եթե ավելի լավ էլ լինի, եթե չէ հետ գալուց կգամ այդ մեկը կվերցնեմ, բայց տեսեք մոռացա, լավ, ելակը երկու հատը 5 եվրո արժեր, հատը 2.50 էր գալիս, ոչինչ ելակ էր, մեջներից ամենալավերն եմ ընտրել, բայց ոչ բոլորի մոտ կար լավ ելակ, հին էին ելակները, հին խաղած էին, Այստեղ մի քանի հատ վերցրել եմ սրանից, սեզոնին այսպես վերցնում եմ, անունը որ հարցնեք, չգիտեմ անունը ինչպես է սիրելի թանկագին բարեկամներ, կիլոն 7.50 էր ոնց որ, թե 7.99 չեմ հիշում, միշտ չի, որ տենց հաճույքով ուտում են մերոնք, ես սիրում եմ, ես ուտում եմ կորիզներ ունի, դրա համար, բայց սեզոնին սենց մի քանի հատ վերցնում եմ, որ շուկայում լինում է, վիտամին տեսակ է էլի, միրգ է էլի, ինչպես ասում են, և կարտոֆիլը, ընդհանուր չեմ կարող ասել, ինչքան են վճարել իմ թանկագին բարեկամներ, 3.40 էլ կարտոֆիլը արժեր,
Ընդհանուր այսքանին կիլոն 2 եվրո էր ոնց որ թե այսօր հա իմ գնումները, հա, ուրիշ ոչինչ չեմ գնել այսօր, որովհետև ինչպես ասեցի, այդպես շատ բան չկա։ Այսօր ընթրիքի համար հավն եմ հիմա արագ հանեմ ջեռոցում, կարտոֆիլով, գազարով, այդպես համեմեմ ու տեղափոխեմ ջեռոցը, որովհետև երեկոյան տանը չեմ լինելու, որպեսզի ընթրիքը պատրաստ լինի։ Հիմա արագ տեղավորեմ ու զբաղվեմ ընթրիքի հարցերով։ Բայց մինչ ընթրիքի հարցերը լուծեմ, բնականաբար հարկավոր է նախաճաշի հարցերը կարգավորել։ Նախաճաշի համար չնայած արդեն իսկ մինչև գնալս յոգուրտ եւ հատապտուղներ ընտանիքիս անդամները կերել են, հացկարակ, ջեմ են նաեւ կերել։ Հիմա եկա արագ ձուն արդեն պատրաստել է մինչև գնալս ձույա հացի վրա կարակ, ձու եմ տրորել Եվ ավոկադոներից մեկը տրորեցի, վրան ձիթայո եմ ավելացրել, կիտրոնի հյութ աղ և սև պղպեղ։ Հա, բայց ամենակարևոր բաներից մեկն եմ մոռացա, վրան նաև չորացրած սաբմիթ եմ ավելացրել, համ տեսքը տալու համար, որպեսզի սփռնած տեսք չլինի, համ էլ համեղաստացվում։ Կնա համան ուտում։ Հա, կյանքս քո համար փոքրացնում եմ, որ ուտես։ Դու սիրում ես ավոկադո։ Մի քանի օր էր մեր մոտ անձրևներ չկային, հակառակը լավ արև էր, 2 շաբաթ կարելի է ասել ամառ էր մեզ մոտ, բայց եղանակը փոխվեց։ Անձրև մի շաբաթ ոնց որ թե մի քիչ ավելի ցրտելի է։ Ընկերներ ջան, հիմա ինձ հաց է հարկավոր գնամ համ հաց գնեմ, համ էլ պատասխանեմ ձեր հարցերին։ Մի քանի հարց եք տվել, որոնք իրար եւ նման են եւ մի քիչ տարբեր են։ Առաջին հարցը, բոլոր հարցերը կապված են իմ աշխատանքի հետ։ Առաջին հարցը, ինչու եմ ես աշխատում եւ ամուսինս չի աշխատում։ Ես փոխարենը եթե նստեմ տանը երեխային պահեմ ու ամուսինս աշխատի իմ փոխարեն։ Մյուս հարցը, էլի աշխատանքին էր վերաբերվում։ Ու մյուս հարցն էլ ինչպես որ ասեցի, էլի ինչ եմ ես աշխատում փոխարենը եթե երեխային խնամեմ։ Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր հարցերի համար, իսկապես հարցերը շատ կարևոր է, երբեմն չեմ մտածում, որ այդ հարցը կարող է առաջանա, ու ինձ շատ հաճելի է, երբ որ հարցեր եք ունենում ու հարցը բարձրաձայնում եք, այսպես էլի եթե մարդիկ կան, իրանց էլ հետաքրքիր է, բայց չեն հարցրել այդ հարցը, բոլորին այսպես պատասխանում եմ ու համ էլ իմ կարծիքը, տեսակետն եմ ասում։ Ընդհանուր առմամբ, ճիշտ ասած, ես կարիերիստ տեսակ եմ, իմ ամբողջ կյանքի ընթացքում ես միշտ աշխատել եմ, չեմ հիշում ինձ ինչ-որ ժամանակահատված, ուսումս ավարտել եմ թե չէ, անմիջապես անցել եմ աշխատանքի, եղել է, որ նույնիսկ 2 տեղ եմ աշխատել, 3 միշտ զբաղված եմ եղել, ինձ այդ ժամանակ ուղղակի որ ինչ-որ չաշխատեմ, դենց չեմ հիշում, էլի։ Ինչևէ, գտնում եմ, որ մարդ է, կանկախ, կինա, տղամարդ, աղջիկա, տղայա, մարդը, որ լույս աշխարհ է գալիս, ունի չգրված սենց պարտականություններ։ Մի քիչ մեծանում է գնում մանկապարտեզ, հետո դպրոց, որից հետո ուսումնական հաստատություն կամ ինչ-որ արհեստ է իր համար ընտրում, ու որից հետո բնականաբար անցնում է աշխատանքի։ Սա ոնց որ մարդու էվոլյուցիայի իմ համար դա է իմ ուղեղում։ Իհարկե, այս էտապներում բնականաբար լինում է կյանքի ընթացքում որոշ ժամանակահատված, որ մարդը ոնց որ դադար է առնում ու ինչ-որ մի ժամանակահատված չի աշխատում։ Լինի կին թե տղամարդ էլի, տարբեր պատճառներով, տղամարդու մոտ ուրիշ պատճառ կարա լինի, կնոջ մոտ ուրիշ, կնոջ մոտ հիմնականում լինում է փոքրիկի ծնունդը եւ երեխայի խնամքով զբաղվելը, որ վերցնում ենք դադար ինչ-որ մի ընթացք, որից հետո գտնում եմ, որ չնայած այն բանին, որ կնոջ գործը շատ է, այսինքն այն, որ եթե կինը տանն է աշխատում, ինքը չի աշխատում, դա բացարձակ իրականության չի համապատասխանում, որովհետև տան աշխատանքը, տնային տնտեսուհի աշխատանքը, դա հսկայական աշխատանք է ու 24 ժամյա աշխատանք է կարելի է ասել, որ առանց դադար է լինում։ Բայց միևնույն ժամանակ սա կրկնվող աշխատանք է ու եթե մի փոքր կնոջի ինձ թվում է կարա սպառի, եթե անընդհատ ամեն օր գրեթե նույն բանն ես ան պետք է արթնանաս, ընտանիքի ճաշ պատրաստել եւ այլն եւ այլն։
ու գալիս է մի ընթացք, եթե նամանավանդ կինն էլ կարիերիստ է, իմ նման, մտածում է բնականաբար դուրս գալու աշխատելու մասին ու նաև գտնում եմ, որ կինը երբ որ աշխատում է, այդ ամենը պետք է գիտակցի, որ պետք է համատեղի։ Օրինակ իմ համար մի քիչ դժվար է պատկերացնելը, որ չգիտեմ ամսեները ես չլվամ ու ես աշխատեմ կամ ամուսինս լվա, դա իմ մտածել շատ նորմալ կարա լինի, եթե ընտանիքը դրա նորմալ վերաբերում է, ես ինքս նեղվում եմ, որ տեսնում եմ, դա արած չի, այս քամուցա մեր մոտ եղանակը սառել է, ես դրանց նեղվում եմ, ինձ թվում է, երբ որ ամուսինս գալիս է, որ ինձ օգնի, ինձ ոնց որ ես ինձ վատ եմ զգում դրանից, ասում եմ, չէ, բայց ինչի ես չարեցի, ու տնային ցանկացած գործ, ոնց որ ես արել եմ, մինչև աշխատել ես, կապված, եթե պետք է գնամ խանութ, գնումներ անեմ, ցանկանում եմ, որ դա, այսինքն ոչ մի փոփոխություն չլինի, իմ բացակայության հետ կապված, այդպես շատ մեծ տարբերություններ չլինի, բայց դա իմ բնավորության գիծն է։ Ու ուզում եմ նաև, որ աշխատեմ։ Իմ կարծիքը իմացակ աշխատելու վերաբերյալ, թե ինչ եմ աշխատում, թե ինչի եմ հիմա աշխատում, ու Ալեքսը դեռ փոքր է, որ կարելի է մի քիչ էլ սպասել, իրականում այդ առումով գուցե եւ ճիշտ եք, բայց մյուս կողմից էլ մի քիչ ոնց բացատրեմ, նայեք, եթե ես հիմա չսկսեմ աշխատել, ընդհանուր առմամբ ինչքան դու մեծանում ես, այդքան աշխատաշուկան փոքրանում է քեզ համար, այդքան ընդհանուր առմամբ աշխատաշուկան է փոքրանում, այսինքն շատ տեղեր կրճատումներ են, եթե նախկինում չգիտեմ ինչ-որ մի գործի համար 10 տեղեր, հիմա ավելի քիչ է այդ տեղը, դա ամբողջ աշխարհում, ամբողջ մոլորակում աշխատաշուկան փոքրանում է, ու նաև առաջ են գալիս նոր գործիքներ, նորամուծություններ են առաջ գալի, որոնք երբ որ դու չես աշխատում, չես կատարում, չես անում, դու բնականաբար հետ ես մնում այդ ամեն ինչից ու այնտեղ գալիս է մի սերունդ, ով միանգամից ուսումից հետո արդեն պատրաստ է այդ ժամանակը ունի, այսինքն ընտանիքի հետ պլանավորելու այդ ժամանակն էլ իրան հարկավոր չի, ինքը ավելի ազատ գրաֆիկ ունի, պատրաստ է արդեն միանգամից աշխատաշուկա մտնելու համար։ Իսկ երբ որ ես ինչքան էլ երկարացնեմ իմ աշխատելու process-ը, ստացվում է ես մինչև Ալեքսիս 18 տարեկանը պիտի սպասեմ, որովհետև գիտեք կոնկրետ իմ դեպքում ստեղ մի քիչ ավելի այն դժվարությունը ունենք, որ ես ու ամուսինս մեկտեղ չենք կարա դուրս գանք, աշխատենք, մեզանից մեկը պետքա տանը լինի անպայման, որովհետև դպրոցից երեխային բերելու խնդիր ունենք, մենք այստեղ բացարձակ ոչ մեկ չունենք, որ զանգեմ, ասեմ, գիտեք, ես ուշանում եմ այսօր աշխատանքից, կարող ես գնալ, կարող եմ մեկ անգամ կարողանամ զանգեմ ընկերներիցս մեկին, խնդրեմ, որ չգիտեմ, իրեն հարմար լինի, նման օգնություն ինձ ցույց տա 2 անգամ, բայց դրանից ավել ես չկա ինչ-որ մեկը, որ ինչ-որ մեկին խնդրենք, որպեսզի մեր երեխային ամենաքիչը դպրոցից շուտ բերի կամ ես գնամ ենթադրենք աշխատանքի ու ինքը տանի դպրոց։ Այնտեղ շատ բաներ կան, որ մեր ամուսինների աշխատելու հետ կապված, այտենց դրսում աշխատելու հետ կապված, մեզանից մեկը պետք է լինի։ Իսկ այն, որ ամուսինս չի աշխատում ու ես եմ այսպես դուրս եկել աշխատելու, իրականում դա էլ ճիշտ չի, որովհետև ամուսինս միշտ աշխատում, իր աշխատանքը տանից է, դրա համար դուք երևի թե այդպես չեք տեսնում, որ ինքը տանը աշխատում է, բայց ինքը 6 գիրք է այս պահին գրում, 6 աշխատություն ունի, ափսոս հիմա տնից դուրս եկա, որ հիշեմ, հետ վերադառնամ, ձեզ ցույց կտամ, նաև տպագրությունը արդեն պատրաստ է, իր խմբագրությամբ նոր գիրք է լույս տեսել, հեսա որ հիշեմ, հետ գնանք տուն, դա անպայման կգցեմ այս տեսանյութին։ Ինչ է ուզում ասել, որ այս բայդրությամբ, եթե ինքը ինձ չօգներ այդ հարցով, որ Ալեքսին դպրոց տանի, դպրոցից տուն բերի, երեխուն հետևի, սնունդին եւ այլն, դա բավականին անհնար կլիներ, դա անհնար տարբերակ է իմ աշխատելը կլիներ,
որովհետև երեխայի մոտ պետք է մեկը լինի, երեխայով պետք է մեկը զբաղվի։ Ու ամուսինս էլ, ինչպես ասեցի, շատերը գիտեն, չնայած երևի թե ենթադրում եմ, որ հարց գրողը նոր է միացել ալիքին ու մեր ընտանիքից այդքան շատ ինֆորմացված չի, այդքան շատ տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է տնային գործերին, մի հարց էլ կար, որ կարելի է մի ժամ ուշ քնել, բայց տները ամբողջությամբ մաքրել, ամեն ինչ անել, հետո գնալ քնել, իրականում ներողություն եմ խնդրում, բայց ես ֆիզիկապես դա հնարավոր չի իմ համար։ Լինում է օրեր, որ ես գիշեր ժամ 12-ին գալիս եմ աշխատանքից ու հաջորդ օրը պետքա էլի լիքը գործեր ունեմ անելու։ Ուղղակի սպառված եմ լինում, ես ուղղակի ոտքերիս վրա 8 ժամ անց եմ կացրել ու ի վիճակի չեմ գնամ մաքրություն անեմ, չգիտեմ ինչ-որ գործեր անեմ, դա կթողնեմ հաջորդ օրվան։ Գուցե ծույլ եմ, բայց այն մարդիկ, ովքեր որ ունեն այդ ժամանակը, ասենք առավոտ տնային գործերով, խանութ, ճաշ պատրաստել, հետո գնացել եք աշխատել եք, բազում մարդկանց հետ շփում եք ունեցել տարբեր հարցերով, օրը լավ ու մի քիչ ծանրաբեռնված, մի քիչ լավ, մի քիչ վատ ա եղել, վերադարձել եք հոգնած տուն, ժամ 12-ին գիշերվա ու ինձ թվում է ուզում եք քնեք, եթե չէ դեռ էներգիա ունեք, որ տունը մաքրեք, չէ կարող եք անել, բայց ես նախընտրում եմ գնամ պարկեն հանգստանամ, առավոտյան արթնանամ ու առավոտյան կարգի բերեմ եթե ինչ-որ այդ մի խոսքով այն ինչը որ պետք է արվի։ Ես արդեն հասա, հիմա հացս վերցնեմ, գնամ տուն ընթրիքի հարցերը լուծեմ ու նաև ինչպես խոստացա կանդադառնամ գրքին։ Այստեղ են ասում, oh my god, ես երբևէ այսքան մեր հացից չէի տեսել, ես երևի հասկացել եմ այս մարդը, որ այս հացը պահանջարկ ունի, վերջին քանի տարվա մեջ, 2 տարվա մեջ այսքան չէին թխել այս հացից, ապրեն իրանք, գովելի է։ Նումներս վերջացրի, աշխատանքի հետ կապված միտքս կիսատ էի թողել, թե որքան ժամանակ ես կաշխատեմ, այս պայդրությամբ ճիշտ ասած հարմարեցնում եմ, աշխատում եմ, իհարկե հենց որ տեսնեմ, որ չեմ հարմարացնում կամ ինչ-որ փոփոխություններ լինեն, միշտ հնարավոր է աշխատանքից ազատվելը, մի հատ դիմում ես գրում ու աշխատանքից ազատվում ես։ Ամեն դեպքում այս պայդրությամբ փորձում եմ հարմարեցնեմ, հուսամ, որ լավ կլինի, լավ կստացվի, բայց դե իհարկե եթե տեսնեմ, որ ընտանիքս տուժում է իմ աշխատելուց, բնականաբար արձակուրդ կվերցնեմ, կդադարեցնեմ իմ աշխատանքը ու կվերադառնամ իմ տնային տնտեսու կյանքին սիրելի բարեկամներ, այնպես որ իհարկե առաջինը ընտանիքը, ինչքան էլ որ կարիերիստ եմ, ինչքան էլ որ մտածում եմ աշխատանքի ու ապագայում իմ կարիերայի մասին, ամեն դեպքում ընտանիքը առաջնային տեղում է ինձ համար, դա շատ սուբյեկտիվ կարծիք է, բացարձակ հարկավոր չի, որ դուք էլ այդ կարծիքը ունենաք, ինձ հետ համաձայնեք, բայց ամեն դեպքում նաև հիշեք, որ երեխան մեծանալու է, հետո 18 տարեկանից հետո ինձ համար արդեն դժվար կլինի, շատ դժվար կլինի աշխատաշուկա մուտք գործելը, բայց դե ամեն դեպքում հարմարեցնում եմ այս պահին, գնանք գրքի հետևից գիրքը, որ չմոռանամ ձեզ ցույց տամ։ Ինտեղ մախշերից գնումներից վերադարձա, այստեղ մի բագետ վերցրի, որովհետև երեխան սիրում է, երևի որ այս կրկրթան մասն է, բագետ հաճիկով ուտում է, նույնիսկ ինձ պոկվում է, մենք էլ չէ փոքր ժամանակ սիրում էինք հացի այս կարբուշոկն էինք ասում, ինչև են։ Այստեղ սենց բանանով թուխու կա, մեկը գնում էր, մեկը ոնց որ 1+1, գումարած 1 էր, 2 հատի համար եմ վճարել, այսինքն 4 հատ այստեղ, դրանց ոչ մի անգամ չեմ վերցրել, սա ինձ համար նորություն է լինել, որ հեսա կփորձեմ արագ, լոլիկ եմ մի քանի հատ վերցրել, որպեսզի պատրաստենք աղցան, սալատ, մի հատ վարունգ, այսօր աղցանի համար ու մեկ էլ այս մյուս հացը, նորություն էր հացի տոպրակների վրա արդեն գինը սենց կոտով գրած էր,
ամեն տոպրակ ոնց որ այդ հացի կողքներ դրած, ինչ որ ավելի լավ է, որովհետև երբեմն հաց վերցնում ես, գնում ես ուրիշ գնումներ ես անում, գնում ես կասա, հարցնում ինչ հարցեր, արդեն դու եք մոռացած ես լինում, թե գինի ինչքան էր, ինչ էր, ինչ չէր։ 6.94 սարժեր այս ամենը, ու հիմա արդեն կարող եմ արագ տեղավորել իմ բաժակ սուրճ պատրաստեմ, ժամ 11, գիրքը չմոռանամ, ձեզ հիմա գիրքը ցույց տամ, ու արդեն գործերս վերջացնեմ, ոչ դուրս գամ տնից։ Եվ այսպես թանկագին բարեկամներ, ինչպես որ այհա եւ ամուսնիկիս նոր աշխատությունը այստեղ սա իր խմբագրությամբ է նորադուրս եկել From Conflict to Cooperation ամուսինս այնպես չի էլի որ ոչ մի բան չի անում ժողովուրդ գիրք գրել աշխատություն ու միանգամից 6 աշխատության վրա է սպայն աշխատում այս մեկը արդեն եղավ նոր պրոյեկտներ ունի ընթացքում այնպես որ զբաղված է մարդը